Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ։ Արման ջան, մինչ փոխադարձ ողջույններ փոխանակել առաջարկում եմ դիտենք միանգամից տեսանյութը, քանի որ ժամանակն էլ սուղ է, հետո արդեն կսկսենք զրուցել։ Այժմ տեսանյութը։ Անցնող շաբաթը նշանավորվեց թեժ աշնան սպասումով։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ուր որը մենք կհասնենք աշխարհաքաղաքական ջրբաժանին։ Մի կողմում երկիրն է, որը կառուցում է իր ապագան, իսկ մյուսում հին պատրանքների, քաղաքական խաբեությունների եւ մոսկովյան մանիպուլյացիաների ավերակները։ Վերջին օրերի իրադարձությունները հուշում են, որ այլևս հնարավոր չէ ապրել եւ ռեժիմով։ Եկել է ընտրության ժամանակը։ Ամեն ինչ չափազանց պարզ է։ Կամ Հայաստանը գնում է արևմուտքի, Եվրոպայի, ինքնիշխանության եւ բարեփոխումների ճանապարհով, կամ կրկին ընկնում է Կրեմլի գիրկը, որտեղ յուրաքանչյուր հավատարմության երթում ավարտվում է Բաքվին զենք մատակարարելով ու կեղծ խոստումներով, այն էլ տապալված բեմադրության ֆոնին։ Դրա վառ օրինակը նոյեմբերի 9-ի նախօրեին կազմակերպված հիբրիդային հարձակումն էր, ապա տեղեկատվական քարոզչական արշավ, որը տարածվեց պրոռուսական տելեգրամյան ալիքներով եւ պիտի դառնար տեղեկատվական դիվերսիա, հարված հասարակությանը, պետությանը եւ սեփական ուժերի հանդեպ վստահությանը, բայց նորաթուխ ֆեյքերը պայթեցին փուչիկի պես, այդպես էլ չկարողացան ուռճացնել եւ հասնել իրենց ուզածին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազալի Բաղդասարյանը ընդամենը մեկ հայտարարությամբ կազմաքանդեց ամբողջ ապատեղեկատվական օպերացիան, գրեթե ուղիղ տեքստով հիշեցնելով, որ Հայաստանն այլևս գաղութ չէ, ոչ էլ խմաճիկ եւ ոչ էլ օտար հատուկ ծառայությունների փորձադաշտ, որովհետեւ նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ թաքնվում էին ավանդական արժեքների լոզունգների տակ, կրկին ցույց տվեցին իրենց իրական դեմքը՝ հակահայկական հռետորաբանություն, որի յուրաքանչյուր բառն ուղղված է ընդդեմ հայկական պետականության, դե իհարկե տիտղոսային ընդդիմության եւ 5-րդ շարասյան կատարմամբ։ Նրանց յուրաքանչյուր մեկնաբանություն ոչ թե սեփական դիրքորոշում է, այլ Կրեմլի սուղարկված թեզ։ Յուրաքանչյուր հայտարարություն ոչ թե պայքար երկրի համար, այլ պայքար հանուն սեփական անպատժելիության։ Նրանց կողմից գործածվող նարատիվները կորցրած Արցախ, դավաճանություն, ինքնիշխանության կործանում այլևս չեն տալիս ցանկալի էֆեկտ։ Հասարակությունը տեսնում է, հենց նրանց կախվածությունն է Մոսկվայից, որ արժեցավ տասնյակ հազարավոր կյանքեր, տարածքներ ու ապագա։ Հենց նրանք են երկիրը դարձրել առուծախի օբյեկտ։ Հենց նրանք են մեծացրել եվրասիական այն հրեշին, որը հիմա Բաքվի հետ առևտուր է անում, հայերի արյան հաշվին։ Մինչդեռ ի դժբախտություն իրենց, Եվրոպան չի սպառնում, Եվրոպան փրկում է, որովհետև Հայաստանը շարունակում է քայլ առ քայլ շարժվել դեպի այնտեղ, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ գնահատվում է մարդու կյանքը, որտեղ քաղաքական գործիչը հավասար չէ թագավորի։ Ավելոց չի լինի կրկին հիշեցնել, մինչ Մոսկվայում նոր դավեր են նյութում Հայաստանի դեմ, մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, հանրապետության նախագահը հենց այնպես չեն բանակցում Եվրամիության դիվանագետների հետ, այն էլ նույն օրը։ Նրանք կառուցում են Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետությունը, եվրոպական, ինքնիշխան, հայկական, դե իսկ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի եւ Միացյալ Նահանգների ներքին անվտանգության քարտուղարի, մաքսային եւ իրավապահ ծառայությունների տնօրենի, սահմանային հարցերի պատասխանատու եւ գաղտնի ծառայության տնօրենի հետ հանդիպումների մասին խոսելն իսկ արդեն ավելորդ է։ Պուտինյան համակարգին ուղարկվում է հստակ ուղերձ. բանը բանից անցել է։ Ոչ ընդդիմադիրամերձ կեղծ հետաքննությունները, ոչ էլ կրեմլյան թափթփուկ լուրերը, այն էլ իշխանության իբր քայքայման մասին չեն կարող կանգնեցնել ընթացքը։ Երկիրը վերջապես սկսում է մաքրվել։ Կեղտը դուրս է գալիս ջրի երես։ Հենց դա է, ինչից այդքան վախենում են Մոսկվայում։ Վախենում են, որովհետև 30 տարվա մեջ առաջին անգամ հայկական կառավարությունն այլևս թույլտվություն չի խնդրում շնչելու կամ անկախ լինելու համար։ Եվ հենց այդտեղ է սկսվում ամենակարևորը։ Հայաստանի համար բացվում է ոչ միայն արևմտյան քաղաքական, այլև քաղաքակրթական ուղին։ Այն ուղին, որտեղ այլևս տեղ չկա երկիմաստ հայտարարությունների համար, որովհետև այն պետությունը, որն արդեն մեկ անգամ վճարել է իր լրության, կախվածության ու պատրանքների գինը, այլևս չի կարող իրեն թույլ տալ վերադարձ դեպի մութ անցյալը։ Դրա պատճառով է, որ կրեմլյան գործակալները աջ ու ձախ հասկացնում են իրենց տերերին։ Այսօր Եվրոպան Հայաստանի հետ խոսում է ոչ թե բարեգործի, այլ գործընկերոջ լեզվով, հավասարը հավասարի հետ։ Եվ դա հենց այն է, ինչը Մոսկվան չի կարող ներել, անկախ Հայաստան, որը չի վախենում։ Եվ փոխանակ հրահանգեն ծաղրել հայկական նոր սպառազինությունը, ավելի լավ կլինի բացատրել սեփական ռոբոտաշինության իմպոտենտ լինելու պատճառները, որովհետև այսպես թե այնպես Հայաստանում այլևս ոչ ոք կոպիտ ասած շանտեղ չի դնելու իրենց ասասներին, շարունակելով դիմադրել մի համակարգի, որ տարիներ շարունակ հարստանում էր պատերազմի, աղքատության ու բոբո արևմուտքի քարոզով։ Նոր սերունդը պահանջում է ապացույցներ, ոչ թե այլ փաստերով, եւ այդ դիմադրության արդյունքն այսօր տեսանելի է։ Դիվանագիտական կապեր, տնտեսական ծրագրեր, տեխնոլոգիական գործընկերություններ, բոլորը մի ուղղությամբ դեպի բաց ինքնավստահ եվրոպական Հայաստան։
Մինչ Կրեմլը շարունակում է սարսափի քարոզը, հերթական անգամ խոսելով արևմտյան դավադրության մասին, Երևանը պարզապես ապրում է։ Ապրում է առանց հին վախերի, առանց մեծ եղբորձствերի, առանց այն բարդույթի, թե անկախությունը պետք է Կրեմլի կողմից հաստատվի, որովհետև Հայաստանն այլևս առաջվանը չէ, եւ հենց այդ պատճառով էլ վերջին շաբաթը դարձավ ոչ թե հերթական քաղաքական շրջափուլ, այլ նախերգանք, սպասված հանգուցալուծման, որովհետև այժմ կա գիտակցում, Հայաստանը վերադարձել է իր օրինական տեղը, լույսի կողմում, եւ այդ լույսն է, որ կարող է կուրացնել նրանց, ովքեր տասնամյակներով սնվում էին խավարից։ Впрочем, это уже совсем другая история. Բայց դա արդեն նրանց խնդիրն է։ Իրենք արդեն գործ ունեն այն Հայաստանի հետ, որն ինքն է որոշում իր ընթացքը, եւ դա է ամենամեծ հաղթանակը, ոչ տարածքային, ոչ ռազմական, այլ հոգեբանական ու արժեքային հաղթանակ։ Մինչ Կրեմլը փորձում է պահել տարածաշրջանը խավարի մեջ, Հայաստանը կառուցում է իր ապագան, փոքր քայլերով, բայց առանց հետ նայելու, հույսով եւ հավատով լի, եւ այդ հույսն այլևս հնարավոր չէ մարել, ոչ կեղծ քարոզչությամբ, ոչ էլ սպառնալիքներով։ Դե ինչ, դիտեցինք Դե իհարկե մենք գիտեինք տեսանյութի բովանդակությունը, բայց հեռուստադիտողների համար ես վստահ եմ, որ հետաքրքիր էր։ Սա արդեն երրորդ շաբաթն է, որ մեր տեսանյութերը սկսում են հիմնականում ներքաղաքական թեմաներից, շեշտելով, որ ամեն ինչ պտտվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Հիմա էլ ակնհայտորեն ակտիվացել է այդ թեման եւ արդեն իսկ զգացվում է դիրքավորումները, կողմերի դիրքավորումները։ Մի կողմում Հայաստանի ազատության, անկախության, սուվերենության կողմնակիցները, Հայաստանի ապագայի, մեկ այլ կողմում ավելի շուտ ոնց որ օտար շահերի սպասարկման կողմնակիցները կամ անընդհատ վախեր ստեղծելու կողմնակիցները, որ գիտեք ինչ, եթե մենք անկախ ելնենք, եթե մենք հանկարծ ինչ-որ մեկին հաճելի չլնենք, ուրեմն մեր հետ փորձանք կպատահի։ Քո տպավորությունները։ Դե 26 թվականի ընտրությունները ինչ խոսք մեր առջև են եւ թվում է թե մենք պետք է ունենայինք մեր նախընտրական ծրագրերում ունենանք այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի ներքին, հիմնականում կյանքը իր ապագան որոշող ծրագրերը, ինչպիսի ասենք կան կուսակցություններ ուժեր, որոնք Հայաստանի զարգացման, տնտեսական զարգացման, չգիտեմ, մշակութային, կրթական եւ այսպես շարունակ ծրագրերի մասին խոսելու փոխարեն այսօր մենք ունենք մի իրավիճակ, որտեղ դե ֆակտո այսօրվա իշխանությունը ամենայն լրջությամբ պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, համենայն դեպս մենք դրա ռեալ քայլերն ենք տեսնում եւ մյուս կողմից ունենք ուժեր, որոնք, ինչպես դու նշեցիր, ավելի հակված են գնալու դեպի, ինչպես մենք մնանք, ասենք, չգիտեմ, մեր հյուսիսային բարեկամի ազդեցության ոլորտում, քանի որ այնտեղ մեզ մոտ ամեն ինչ լավ էր, թե վերջի վերջո գնանք դեպի ամերիկյան կողմ։ Առանց իրենց հարց տալու, որ այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ կառուցելով այդ անկախությունը մենք ընդհանրապես ունենք այլընտրանք, այսինքն հարաբերություններ զարգացնել եւ հյուսիսային բարեկամի հետ, ինչքանով որ դա կարող է հնարավոր եւ առողջ լինել, ինչպես նաեւ արևմուտքի հետ։ Մեր նպատակը համենայն դեպս այդ կախվածություններից վերանալն է։ Իդեպ շատ դիպուկ նկատեց վարչապետ Փաշինյանը այս վերջի ելույթներից մեկում, որ նորանկախ Հայաստանը իր ամբողջ պատմության ընթացքում ոնց որ եղել է այդ մեր հյուսիսային բարեկամի, այսպես ասած, գրպանում։ Այո։ Եվ հիմա էլ ասենք էլի այդ մարդկանց կամ այդ ուժերի ցանկությունն է եւ իրենք փորձում են համոզել նաեւ հայ հասարակությանը, որ ավելի լավ է լինել ինչ որ մեկի գրպանում, քան լինել ազատ, անկախ, սեփական ճակատագիրը որոշող, այլապես բավոր։ Թվում է թե դա ակնհայտ է, բայց արի ուտես, որ կան մարդիկ, որոնք կարող են հարցականի տակ դնել մի կողմից ինքնիշխան սուվերեն Հայաստան, մյուս կողմից նախկին սովետական միության ինչ որ նորացված մի տարբերակ, գից տարբերակ, որը ինքնիշխան
ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Այսինքն մեզ համար, ինձ, քեզ եւ առողջ ուժերի համար համենայն դեպս այնքան ակնհայտ բան է, որ մենք չենք էլ կարող այլ կերպ նույնիսկ մտածել։ Եվ այստեղ հարցը ոչ թե հակառուսականությունն է կամ հակա, չգիտեմ, Պուտինյան ինչ-որ տրամադրվածությունն է, ոչ, եթե նրանք կարող են առողջ խոսել Հայաստանի հետ, աշխատել առողջ եւ վարել հավասարին քաղաքականություն, մենք խնդիր պետք է ունենանք։ Մեր խնդիրը այսօր այն է, որ մեր որոշումները պետք է կայացվեն մեզ մոտ, որովհետեւ երբ որ որոշումները կայացվել են երկրից դուրս, դրանք եղել են աղետներ մեր համար, որովհետեւ որոշումները կայացվել են դուրս, որովհետեւ այնտեղ ունեցել ենք պատրանքներ եւ եղել են այո, ցավոք սրտի մենք դրա մասին նույնիսկ խոսել ենք, Ղարաբաղյան կոնֆլիկտը թակարդի նման կախված է եղել մեր վրա եւ մեզ պահել են կամ մեզ հուսախապ են արել կամ մեզ սպանել են կամ մեզ չեն թողել հնարավորություն, որպեսզի եւ խաբելով թե այո, դա ձերն է, վաղը կլինի այսօր բանակցենք եւ այլը, դրանք ընդհանրապես պատրանքներ են, որոնք երկրին պահում են հյուծված։ Ես մի հետաքրքիր բան հիշեցի, վերջերս պատահաբար YouTube-ով տեսա ընդդիմադիր գործիչներից կամ ինքը համարում էր ընդդիմադիր, մեկի հարցազրույցը, որտեղ ինքը պնդում էր, որ Հայաստանի սահմանները, որոնք փակված են եղել դեպի Թուրքիա եւ դեպի Ադրբեջան, դա լավ է եղել։ Եվ հիմա եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա դա լուրջ խնդիր է լինելու Հայաստանի համար։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է, ասենք, նման դատողությամբ, չգիտեմ, եթե դուրս գալ կամ փորձել ինչ-որ բան ապացուցել։ Այսինքն, եթե երկրի, ինչ-որ մի երկրի կոմունիկացիան, ինչ-որ մի երկրի հետ բացվում է, դա շատ վտանգավոր է։ Թուրքիայի հետ սահման ունի Իրանը, Թուրքիայի հետ սահման ունի այս երկիրը, ինչ-որ խնդիրներ չկա, բայց մեր մոտ դա խնդիր է։ Նույնն էլ Ադրբեջանին է վերաբերվում։ Դե որովհետև մեզ տարիներ, տասնամյակներ շարունակ նարատիվներ են ներշնչել եւ ներարկել, որոնք ասում են, որ դուք ունեք երկու թուրք հարևաններ, որոնք յաթաղանները ձեռքներին կանգնած, ինչպես դա եղել է 100 տարի առաջ պատմության մեջ, մասնավորապես թուրքերի հետ կապված, Ենիչերներ, թուրքեր յաթաղաններով կանգնած են, որ պետք է գան եւ գլխատեն մեր հայերին, եւ նրանք դա կարող են անել ցանկացած պահին, բայց դուք մեծ շանս ունեք, որ ունեք ռուսի նման մեծ բարեկամ, որի սահմանապահները այդպես շատ պինդ սահմանին կանգնած են, այո, եւ ձեզ պաշտպանում են այդ թուրք ոսոխներից, որոնք ամեն առավոտ մտածում են, թե ինչպես մտնել եւ Հայաստանում գլխատեն բոլորին։ Բնականաբար նմանատիպ դիսկուրսը զարգացնելով երկրի ներսում, արդյոք նրանք շանս են թողնում միջին վիճակագրական մարդուն ռեալ կերպով հավատալ, որ հարևանություն անելը դա չի նշանակում գալ մեկը մյուսի տներն առնելը կամ չգիտեմ, վերջիորդ մենք կարող ենք մենք ինչպես դա շատ երկրներում է ունենալ օրենքներ, որոնք կարգել են, օտարերկրացիներին ինչ-որ սահմանափակումները միշտ էլ հնարավոր է։ Բայց ինչպես մենք կարող ենք Թուրքիայի նման կարևոր առևտրական, քաղաքական, չգիտեմ, ճանապարհներ ունեցող մի երկրի, որը եւս կարիք ունի վերջիվերջո, Հայաստանին կից այդ սահմանի բոլոր ռեգիոնները ակտիվացնելու եւ առևտուր անելու, ինչպես կարող ենք դա եւ վերջիվերջո թե սահմանները փակեն, որովհետեւ մեզ բլոկադայի մեջ էին պահում։ Այո։ Սա ավելի շատ մեր համար խնդիր էր, հիմա այդ խնդիրները լուծում են։ Չէ՞ դե ինչ խոսք արդեն մի պահ է հասնում Գագիկ ջան, որ արդեն էլ նույնիսկ էլ ծիծաղելու էլ չի, նույնիսկ ծաղրելու էլ չի, դա արդեն ողբերգականին հասնող է եւ ես շատ ուրախ եմ, որ վերջիվերջո կան ժողովրդի մեծ մասը ամենայն դեպս շատ լավ հասկանում են, որ սրանք բոլորը խապկանքներ են եւ վերջիվերջո այսօր կարելի է շատ հանգիստ կերպով ունենալ բաց սահմաններ բոլորի հետ եւ դրանից միայն Հայաստանի Հանրապետությունը կօգտվի։
Իհարկե, եթե մենք դիտարկենք, թե այսօր ինչպիսի տուրիստական ուղղություն է դարձել Հայաստանը, դիցուք հենց նույն ռուսների համար, որտեղ սահմանափակվել է նրանց հնարավորությունները բազմաթիվ երկրներ գնալու, հաճույքով գալիս են Հայաստան եւ ասենք պատկերացնենք, թե եկել են այդ մարդիկ, գնացել են Գյումրի ու Գյումրից հանգիստ կարող են մտնել Թուրքիա, իրենց առևտուր անել, դե սիրում են առևտուր անել, շորմոր առնեն, ես իմ ուտելու բանման առնեն, հետ դառնան, դե ստեն, դա նշանակություն չունի, կարևորը այդ կոմունիկացիայի աշխատելն է։ Այո, իհարկե, եւ մյուս կողմից նաեւ պետք է մտածենք մի բան, որ դա տարանցիկ մի նաեւ երկիր է, այսինքն մենք այստեղ խոսում ենք ոչ թե միայն թուրքերի ու հայերի միջև սահմանի բացել, այլ խոսում ենք Հայաստանի ելք բացել դեպի ծով։ Այսինքն ես էլ դա այնքան ակնհայտ է բոլորի համար, որ դա մեծ ահռելի ձեռքբերում կարող է լինել։ Այսինքն ինչ անենք, Լարսով յոլա գնանք, ինչ են ասենք, այլընտրանքը որն է, չկա չէ այլընտրանք։ Չէ, այլընտրանքը վրացական նեղ Սևծովի ափով գնացող ճանապարհներն են, օրինակ դիցուք դեպի Թուրքիա, որոնք շատ անհաջող են, իհարկե այստեղ վրացիները ինչ որ առումով մտածելու բան ունեն, որտեվ շատ լուրջ մրցակցություն է ստեղծվում, բայց դա էլ կյանք է, ինչ արած։ Այդքան տարի մենք ենք նեղվել, մի փոքր էլ իրանք կարող են նեղվել, կամ էլ կարող են մտածել ու վաղը մյուս օր օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Ի վերջո նույն Թբիլիսիից ավելի մոտիկ է դեպի, ասենք, Թուրքիա, հա, Ղարսի ուղղությամբ, Հայաստանը, քան իրենց Սևծովյա ճանապարհը։ Իհարկե։ Եվ իհարկե խոսելով այս թեմաների մասին չենք կարող խուսափել նաև ընդդիմության այս վերջի խոսույթներից, ընդ որում ոչ միայն ընդդիմության, այլ նաև տարատեսակ հարցազրույցների տեսքով օվկիանոսից այն կողմ կազմակերպած, որի հիմնական նպատակը կարծես ինձ համար իրականում շատ անհասկանալի, կարծես նպատակը լինի այն, որ մենք աշխարհին ցույց տանք եւ ապացուցենք, որ երկրորդ Արցախյան պատերազմի հրահրողները Հայաստանն են։ Դասենք դա աբսուրդի գագաթնակետն է։ Եվ դա այնքան ստոր հայլ է, որ գիտեք ինչ կա, հասնել նրան, որ Հայաստանում նստել, լինելով կառավարելով երկիրը տասնամյակներով եւ Հայաստանից նստել եւ դառնալ Ռուսաստանի փաստաբանը այդ հարցում։ Այսինքն դա այնքան ստոր քայլ է, երբ որ որպեսզի արդարացնել Ռուսաստանի դավաճանությունը այդ ամեն ինչում, հա։ Եվ Ադրբեջանի ցեղասպան գործելավոճը։ Այո, եւ Ադրբեջանի հարձակումը, առիս իմաստով նրանք այսօր մի կողմից կարող են հայտարարել, որ Հայաստանն է հրահարել, մյուս կողմից կարող են հայտարարել, որ Հայաստանն է Ղարաբաղի ժողովրդին վերցրել եւ բերել Հայաստան։ Այո։ Այսինքն չեն ամաչում այս մարդիկ, որ ասում են «Ձենգի есть կումա не надо», ռուսի ասածով ասեմ, իրենք էլ լավ են հասկանում։ Լավ են հասկանում, այո։ Այո։ Այսինքն գնալ հասնել, չգիտեմ, ինչքան փող տալ այդ Կարլսոնի բյուջեին, Կարլսոնը մի հատ պետքա ֆիքսենք, հա, այստեղ Եվրոպայում շատ լավ Կարլսոնին գիտեն, երբ որ ասում են Կարլսոն, բոլորը շատ լավ հասկանում են լրիվ ուրիշ թեվ, պրոպուտինյան, հա, ինքը համաչափ ընդունված չի։ Այո, բոլորը հասկացել են, թե նա ով է։ Եվ այո, բոլորը շատ լավ գիտեն նա ով է եւ բնականաբար բոլորը շատ լավ հասկանում են դրանք մերձ կրեմլյան խամաճիկներ են, որոնք գումարով շատ հանգիստ կարող են հա ինչ որ ֆոն ստեղծել, որ սա միջազգային անկախ ամերիկյան ժուրնալիստիկա։ Դուք ո՞նց կարող եք գնալ հասնել Ամերիկա, գումար վճարել եւ գործ տալ Հայաստանի վրա։ Ասենք ես չեմ պատկերա ու գալ Հայաստան ու խոսել հայրենասիրությունից, վեհ գաղափարներից, Մասիսից, Արարատից եւ այլ։ Դա ստոր, հասկանում եք, դա ստոր քայլեր են։ Դուք գնում եք դուրս
ու տղա եք բերում մեր վրա, հա, ասենք չէ, ես չեմ հասկանում, դա ինչ բան է։ Եվ ընդհուպ մինչև գիտես ինչ, որոշ մարդկանց մոտ Հայաստանի ամեն ինչը փնովելը ուղղակի դարձել է մարմանջ։ Այսինքն շատ խոսվեց դրա մասին, բայց քանի որ ինքնին ծիծաղելի է, կարելի է էլի նշել, էլի, ասենք, գիտեք ինչ, հացահատիկը որ եկել է, ռուսականը լավ որակի է, ղազախականը լավ որակի չէ։ Չհասկացա։ Այսինքն ապրանքը եկել է, լավ, մենք էլ ուրիշ ձև մեկնաբանենք, հա, ինչ որ մեկը բերել է երկու երկրի ջինս, հա, տաբատ, ջինսի տաբատ, մեկը թանկարժեք լավ որակի ջինս է, մեկը ավելի էժան ջինս է։ Հիմա ինչ, դրանից դադարում է երկրորդը ապրանք լինելուց, այսինքն ինքը էլ ջինս չի։ Դե այստեղ գիտեք ինչն է, Գայիկ ջան, այստեղ խնդիրը տենդենսն է, այսինքն դուք այսօրվա այդ խորհրդարանում մերթ ընդմերթ նստող այդ ընդդիմությունը, որը ես այդպես էլ չհասկացա, դրանք երբ են գալիս, երբ են գնում, այդ գալիս են այդտեղ նստում են այդտեղ չես էլ հասկանում ինչ են խոսում, խոսացածները մի միայն փնփնթոց, մի միայն դժգոհություն, ոչ մի կառուցողականություն, դա էլ հերիք չի, միայն նրանք այդ տենդենսն է, էլի հետաքրքիր, որ այդ մանրամասները սատանայի թաքնված են այդ սատանայի եւ այդ մանրամասներում նրանք փնտրում են ամեն անգամ մի բան, որ կարող է իրենց հովանավորին եւ իրենց պապային տվյալ դեպքում, չգիտեմ, նախկին նախագահը կլինի թե մյուս նախկին նախագահը կլինի գոհացնեն, որ իր հերթին կարող է գոհացնել իր տերերին, որ գտնվում են հյուսիսում։ Այսինքն, այստեղ մենք ինչ էլ մենք ասենք, նրանք բնականաբար պետք է փորձեն գտնել այդ մութ վատ կետը, նույնիսկ երբ որ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների հետ միասին մենք ունենք կնքված խաղաղություն, Միացյալ Նահանգների հովանավորությամբ, եկեք այսպես ասենք, եւ ակնհայտ է, չէ, որ Ալիևի նման մի ղեկավար, որը ընդամենը Ադրբեջանի ղեկավարն է եւ այլ ոչ թե ամբողջ թուրք աշխարհի եւ բնականաբար դա տենց մեծ ղեկավար չէ, որ նա կարողանա հանդգնի Թրամփի մոտ ստորագրի մի բան եւ մյուս օրը գա եւ հակառակ բան ասի եւ այսօր կարող է շատ հանգիստ օրինակ խաղաղությունը դնել հարցականի տակ, հարցականի տակ, դե ծորենը որ գալիս է, այդ հեչ բան կարող է չգա, որովհետեւ մենք նորից կսկսենք պատերազմել եւ վերջի գիտեք ինչ կա, եթե ինքնաոչնչացման այսպեսի մի ծրագիր դրված լինի նրանց մեջ, իրենց մոտ այդ բանը շատ լավ աշխատում է, այդ ինքնաոչնչացումը, որը հեսա քիչ մնաց, որ արդեն էլ գոյություն չեն ունենա, որովհետև այլևս հնարավոր չէ տանել մի ընդդիմություն, որը խորհրդարանում գալիս է այն պահին, երբ որ իրեն պետք է գալ եւ ինչ որ նարատիվներ տանել կամ ինչ որ կոնկրետ բաներով դժգոհել եւ փնովել եւ ոչ մի կոնստրուկտիվ բան չանել երկրի համար։ Հա, եւ իհարկե թրիփի մասին վարչապետ Փաշինյանը ուրբաթ օրը բազմաթիվ փակագծեր բացեց եւ ամենակարևորը, որ շեշտեց, որ նախ Հայաստանը ունի վճռորոշ իրավունք այդ կոնսորցիումում, ինչը ենթադրում է, ես կարծում եմ, որ նաև եթե բաժնետոմսը կամ բաժնեմասեր լինեն, նշանակում է Հայաստանի բաժնեմասը պետք է ավելի մեծ լինի, սա մեկ, որ այդ տարածքը հողը բնականաբար քան հայտարարվել է, էլի է հայտարարվում, դա Հայաստանի սուվերեն տարածքն է եւ պատկանում է միայն ու միայն Հայաստանին, որ այդ տարածքը ենթակա է բոլոր հայաստանյան կառույցներին, այսինքն այնպես չի, որ այտենց քաշվեց այս գիծ ոչ ոք չի կարող մտնել, ու ապակցված է բոլորի հետ։ Հա, ու այդտեղ շատ հետաքրքիր էր, որ երկուսը Հայաստանը եւ Միացյալ Նահանգները են որոշում, թե ով կկառուցի
այդ երկաթուղին, որ ընկերությունը կկառուցի, որ ընկերությունը ինչքան ներդրումներ կանի, ամեն ինչ ապացուցում է ու ամեն ինչ ցույց է տալիս այդ թեմայի լրջությունը։ Մինչև տարվա վերջ բոլոր իրավապայմանագրային գործողությունները պետք է ավարտվեն եւ 26 թվականից պետք է սկսվի TRIP-ի այդ ճանապարհի շինարարությունը։ Այո, եւ գիտես, այստեղ ինքը Փաշինյանը ներկայացնում են ծրագրի հերանեկարային, հա, այդ շարժը դեպի ուր են գնալու, այստեղ մենք շատ կարևոր բան պետք է ֆիքսենք, էլի վերջի, TRIP, որ ասում ենք, դրա մեջ ունենք Թրամփ, եւ երբ որ ասում ենք Թրամփ, ես ավելի քան համոզված եմ, երբ որ այդ ճանապարհի առաջին կարևոր հատվածը արդեն պատրաստ կլինի էքսպլուատացիայի, ես ավելի քան համոզված եմ, որ այստեղ մենք հյուրընկալելու ենք Թրամփին, որը շատ հնարավոր է գա այստեղ, այդ ճանապարհով գնա նույնիսկ Ադրբեջան, եւ այսինքն մենք ինչի մասն ենք խոսում, այդ հենց այդպես չեն դրվում կանոններ, հենց այդպես չեն ստորագրվում նմանատիպ ծրագրեր, եւ ես ավելի քան համոզված եմ, որ այո, նախագահը գալու է այստեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգները լինելու է Հայաստանում եւ բացելու է ճանապարհները եւս։ Ընդ որում Թրամփը մենք էլ նշենք, որ Թրամփը շատ սիրում է ռեգիոնալ այցեր։ Ինքը երբեք չի գնում մի կոնկրետ երկիր։ Եթե ինքը գնում է Լատինական Ամերիկա, Հարավային Ամերիկա, ապա այնտեղ ինքը կարող է հանդիպի 5-6 երկրների ղեկավարների հետ։ Եթե գնում է Կենտրոնական Ասիա, կարող է հանդիպել բոլոր այնտեղի ղեկավարների, նույնը Եվրոպայում, նույնը ցանկացած երկրում, արաբական երկիր է գնում, մի շարք արաբական երկրների ղեկավարների հետ է հանդիպում։ Այսինքն Թրամփը եթե եկավ Հայաստանի, շատ տրամաբանական է, որ ինքը կգա, եւ եկավ Հայաստան, հիմա վաղը միսօր արդեն կսկսեն լուրեր տարածել, թե նա ասում են, թե Թրամփը գալիս է։ Մենք ասում ենք, եթե, որը հավանական է։ Շատ տրամաբանական ենք համարում դա, եւ վերջո պետք է նաեւ տրամաբանական համարենք, որ Թրամփի կառավարման շրջանում դա լինի, որովհետեւ Թրամփի համար շատ կարեւոր է նաեւ աշխարհին ցույց դնելու, որ հողի վրա, հա, իր ծրագրերը, այն ծրագրերը, որոնք նա մասնակցում են, որոնք Թրամփ անունը կա, դրանք ծրագրեր են, որոնք հաջողվում են եւ որոնք բերում են խաղաղություն։ Դա շատ կարեւոր է նաեւ Թրամփի համար։ Խաղաղություն եւ փող։ Եվ փող, այո, դրանք երկու, որը նա հաճախ փող շահկատում է, որոնք օբյեկտիվորեն մեկը մյուսից շատ լավ, շատ կարող են շատ պոզիտիվ կապ ունենալ, ի հակառակն, ասենք, կռվի կամ պատերազմի։ Ընդ որում այդ նարատիվը հիմա կրկին ակտիվացրել են մեր ընդդիմադիր ուժերը, որ Ադրբեջանը էս, Ադրբեջանը են, հեսա Ադրբեջանը պատերազմ կհրահրի եւ այլն, Ադրբեջանը ինքնաթիռներ է գնում, էս է անում, այն է անում, ասենք բանը հասավ այնտեղ, որ վարչապետը ասեց բնականաբար, որ դա գաղտնիք է, բացի այն ինչ որ օրինակ հնդկական թերթերում մի երկու բան, ասենք, սպրտել է ինֆորմացիա, բայց նույն այդ մարդկանց ասեց գաղտնիության փաստաթուղթ կստորագրեք, որ չեք տարածի, որովհետև շատ տրամաբանական է այդ պահանջը, որովհետև շատ հանգիստ կարող են էլի մի հատ հետո հեռախոս վերցնել ու զանգել համապատասխան վայրը։ Թուղթ եք ստորագրում, գալիս եք եւ ձեզ ցույց ենք տալիս հայկական բանակի ձեռք բերումները, թե ինչեր են գնել հայկական բանակի համար։ Այստեղ մենք պիտի հաշվի առնենք նաև մի բան, Գագիկ, ինձ թվում է, որ Ադրբեջանը նախ այս խաղաղության նախաստորագրումով եւ վերջերս շուտով նաև խաղաղության ստորագրումով նաև կարողացավ վերականգնել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, որտեղ նա արդեն շատ բոլորը հասկացել են, որ նա խաղում է խոսում եւ մի շատ կարեւոր հանգամանք եւս Ադրբեջանի դաշնակիցը Թուրքիան է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ նույն իր բանակի զարգացումը նա տեսնում են, հա, ՆԱՏՕ-ի, հա, այդ ֆորմատով եւ վերջո սա ասել կուզի, որ Ադրբեջանը շատ հակված է դեպի Միացյալ Նահանգներ եւ դեպի արևմտյան շուկա ընդհանուր։ Արևմտյան շուկա եւ արևմուտք, նույնիսկ եթե նա որոշակի քայլեր է նախաձեռնում, որովհետեւ դեռ չգիտի արդյոք Պուտինը Ուկրաինայում կհաղթի թե ոչ, բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանում է, որ նա
եւ որ տնտեսությունը ուժը գտնվում են Արևմուտքում եւ Միացյալ Նահանգներում։ Ընդ որում մի փաստ նշեմ, որը առանձնապես կապ չունի մեր զրույցի բովանդակության հետ, բայց նախորդին ռուսական օդուժը ռմբակոծել է Կիևը եւ խոցել է նաեւ ադրբեջանական դեսպանատունը։ Այս էլ ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամությանը ալավերդի, ոնց որ ասում են, էլի։ Այո, որովհետեւ նրանք վերջիվերջո ամեն անգամ որ կտեսնեն Ադրբեջանին գնալու ել ավելի շատ դեպի արևմուտք, նրանք պետք է փորձել անեն նրան հետ բերելու անցյալ։ Այո։ Եվ իդեպ մեզ մնաց 2 րոպե ժամանակ, ես ուզում եմ նաև մեր հեռուստադիտողների ուշադրությունը գրավել ոչ պատահական մի փաստի վրա, որ Եվրամիության երկրների, Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր դեսպանները հանդիպումներ ունեցան 2 օրվա ընթացքում Հայաստանի ողջ բարձր ղեկավարության հետ։ Բնականաբար արարողակարգային ինֆորմացիաները շատ փոքր են եւ համեստ են, ցամաք են, իրականում զրույցը շատ ավելի հետաքրքիր եւ շատ ավելի տարողունակ է եղել, սա եւս մի կարեւոր հանգամանք է ընդգծելու Հայաստան-Եվրամիություն կապերի զարգացման դինամիկան։ Եվ ընդգծելու, որ Եվրոպան շատ ուժեղ կերպով տրամադրված է Կովկասյան ռեգիոնը դուրս հանելու ռուսական ազդեցությունից, որը կարող է ունենալ միմիայն վտանգավոր հետևանքներ, ինչը տեղի ունենում այսօր Ուկրաինայում։ Եվ մի փոքր հումորով կուզեի ավարտենք մեր զրույցը, շատ հետաքրքիր ձևով դատվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին եւ շատ հետաքրքիր ձևով բանտից դուրս եկավ։ Մի երկու խոսքով կասես ոնց եղավ դա։ Շատ հետաքրքիր ձևով նաեւ նստեց, որովհետեւ բադ մտնելուն պես իր երկու անձնական այդ պաշտպանողները, ինչպես են ասում, բոդիգարդները, նրանք հարևան սենյակում էին մնում, այսինքն դե ֆակտո այդ խեղճերն էլ ազատվեցին բանտից։ Վերջո Սարկոզի մասին ասում են, որ նա միմիայն յոգուրտ է ուտում եւ պատական չեն դուրս գալուց հենց նույն օրը նա շտապեց դեպի ռեստորան։ Իհարկե շատ ֆրանսիական էր, ինձ թվում է վաղ թե ուշ դրա մասին ֆիլմ կնկարեն ֆրանսիացիները։ Այդ փաստի ֆիլմի հերոս կարող է լինել դա փաստը եւ ասում են թե նա Netflix-ի հետ կապած ինչ-որ մի բան է պատրաստում նրա հետ։ Ահա, դե սա էլ շատ լավ մաս կլինի այդ ֆիլմի։ Շնորհակալություն Արման, մեր ժամանակն է սպառվեց, ամենայն բարիք։ Այսքան ենք նախատեսել այսօրվա զրույցի համար, հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով իմ զրուցակիցն էր միջազգայնագետ Արման Ավագյանը, ամենայն բարիք ձեզ։